Պրոբլեմներ էր ստեղծում երեխաների եւ ծնողների համար, որոնք ստանում էին կարճ ժամկետով եւ երկար ժամկետով պետք է մեկնեին արտերկիր, երեխաների անձնագրերը հիմա տրվում է անկախ նրա տարիքից 3 տարի ժամանակով։ Ուղղակի 15-ից բարձր տարիքի աղջիկներին նույնպես էլի տրվում է 3 տարի ժամանակով, իսկ տղաներին է մինչև 18 տարին լրանալը։ Ծնողը երեխայի անձնագիրը ստանում է 5 աշխատանքային օրվա ընթացքում, այսինքն 5 աշխատանքային օր հետո։ Եթե ցանկություն ունի ստանալ 5 աշխատանքային օրից շուտ, այսինքն 1 աշխատանքային օրում կամ 2-ից 4 աշխատանքային օրում, ապա փաստաթղթերը ծնողներից որևէ մեկի կողմից ներկայացվում է անձնագրերի վիզաների վարչություն։ 2008 թվականի կառավարության որոշում եղավ այդ կապակցությամբ, համաձայն որի քաղաքացու եւ վիզաների վարչության համապատասխան աշխատակցի կողմից կազմելուծական բաժնի պետի անունով կնքվում է համապատասխան պայմանագիր, վճարվում է պետական դուրագիրը 20,000 դրամ 1 աշխատանքային օրվա համար եւ 10,000 դրամ 2-ից 4 աշխատանքային օրվա համար։ Պետք է իմանաք, որ երեխայի անձնագիրը եւ դրանում ելքի թույլտվությունը տալու համար անձնագրային բաժնի աշխատակիցները իրավունք չունեն պահանջել մյուս ծնողի համաձայնագիրը։ Սա հաստատված է Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի 2008 թվականի օգոստոսի 15-ի թիվ 12 հրամանի հավելվածի 12-րդ կետով, սակայն հաջորդ կետով նշվում է, որ Անձնագրային ծառայությունը պարտավոր է դիմումատուին իրազեկել, որ առանց երկու ծնողների համաձայնության երեխայի Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գալու իրավունքը կարող է սահմանափակվել սահմանային մարմնի կողմից։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2008 թվականի օգոստոսի 15-ի թիվ 12 հրամանի հավելված, կետ 13 Հիշեք, որ առանց ծնողների գրավոր համաձայնության շատ դեպքերում անհնար կլինի երեխայի սահմանի հատումը։ Որոշ դեսպանատներ նույնիսկ պարտադիր պահանջում են ծնողների համաձայնագրերը, որոնք ի դեպ պետք է վավերացված լինեն նոտարական կարգով։ Ուրեմն ծնողին, որը գտնվում է երկրից դուրս, անհրաժեշտ է տեղյակ պահել եւ պահանջել համաձայնություն։ Նա պետք է դիմի իր գտնվելու վայրին մոտ հայկական դեսպանատուն կամ հյուպատոսարան, որտեղ եւ նրան կտան համապատասխան ձևաթղթերը։ Այս կառույցներն ունեն նաեւ նոտարական գործառույթներ եւ ցանկացած համաձայնագիր կամ լիազորագիր պետք է վավերացված լինի Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից։ Երեխայի հայրը կամ մայրը հյուպատոսական հիմնարկ ներկայացնում են անձնագիր եւ կատարում է Հայաստանի Հանրապետության պետտուրքի մասին օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված վճարումը։ Գումարի չափը տարբեր է ըստ պետությունների։ Այսպես ԱՊՀ երկրներ 6000 Հայաստանի Հանրապետության դրամ, Արևմտյան Եվրոպա 17000 Հայաստանի Հանրապետության դրամ, ԱՄՆ, Կանադա, Արգենտինա եւ այլ զարգացած երկրներ 17000 Հայաստանի Հանրապետության դրամ, այլ պետություններ 4000 Հայաստանի Հանրապետության դրամ։ Ես Ռուսաստանում աշխատում էի, ուզում էի որ կինոս ու երեխաս գային ինձ մոտ։ Պարզվեց, որ դրա համար պետք է ստանամ իմ համաձայնությունը, որպեսզի Հայաստանում անձնագիր վերցնեն ելքի թույլտվությամբ ու բացի դրանից նաև իմ համաձայնությունը, որ երեխան դուրս գա Հայաստանի Հանրապետությունից։ Գնացի Հայաստանի հյուպատոսարան Սանտ Պետերբուրգում, այնտեղ ինձ բացատրեցին, թե ինչ փաստաթղթեր է պետք։ Դրանք երկու համաձայնագրեր էին։ Առաջի համաձայնագիրը, որ իմ դուստրը ստանա Հայաստանի Հանրապետության անձնագիր ելքի թույլտվությամբ եւ երկրորդ համաձայնագիրը, որ իր մոր հետ ինքը կարողանա դուրս գալ Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստան։ Դիպլոմատիկ փոստով իրանք չուղարկեցին, այսինքն ես ինքս պետք է ուղարկեի, լավ իմ հորաքրոջ տղաներ կարծեմ գալիս, իմ բախտը բերեց, ես իր հետ ուղարկեցի։ Եթե չէ, մի քիչ ուղարկելու խնդիր ամեն դեպքում երևի գոյություն ունի։ Օրենքով գոյություն ունի պետական турքերի մասին օրենքներ Հայաստանի Հանրապետությունում եւ դուրս, կոնսուլստանների մասին, չնայած գումարը, որ ընդեղ ես մուծեցի, տենց բավականին զգալի էր 1500 ռուբլու կարգի ամեն փաստաթուղթ այն ժամանակ կուրսերի 17-18 դրամի դեպքում, բայց ոչ մի պաշտոնական փաստաթուղթ, ոչ մի բան փակցված չէր, ինչ արժի, ինչի համար եւ ինչքան պետք է վճարել։ Ցանկացած գործարք կատարելիս հիշեք, որ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության կան սահմանված վճարներ։ Հավելյալ առաջարկների դեպքում կարող եք բողոքել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն զանգահարելով 56 69 68 կամ էլեկտրոնային նամակ ուղարկելով info@armeniaforeignministry.com ինտերնետային հասցեին։ Կարող եք այցելել նաև արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքեջ 3w.mfa.am։ Իմացեք նաև, որ համաձայնագրի փոխանցման գործընթացը անձնագրավորման մաս չի կազմում եւ հյուպատոսական գործառույթների մեջ չի մտնում։ Այն ինքներդ պետք է ուղարկեք Հայաստան։
Դու տեղեկություն ստանալու իրավունք ունես։ Ընտանիքը, մայրությունը, հայրությունը եւ մանկությունը Հայաստանի Հանրապետությունում հասարակության ու պետության հովանավորության եւ պաշտպանության ներքո են։ Պետությունը երաշխավորում է երեխաների իրավունքների առաջնային պաշտպանությունը։ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգիրք, հոդված 1։ Ձեր երեխան արդեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, հետևապես եւ օգտվում է օրենսդրորեն սահմանված բոլոր իրավունքներից։ Նրա իրավունքները կիրառելու եւ պաշտպանելու համար պետությունը պետք է մշակի առաջնային ծրագրեր, որոնցով առավել բարենպաստ կդարձնի երեխաների զարգացումը եւ կրթումը։ Մարդու իրավունքների պաշտպանությունը սկսվում է երեխայի իրավունքների պաշտպանությունից։ Չի կարող կայանալ մարդու իրավունքների պաշտպանությունը, եթե հասարակության մեջ երեխայի իրավունքները ոտնահարված են եւ պաշտպանված չեն։ Ինչպես են պաշտպանվում, ինչ մեխանիզմներ կան։ Ասեմ ձեզ, որ ի ուրախություն ձեզ եւ մեր բոլորիս քաղաքականությունը այդ ոլորտում բավականին արգասաբեր է եւ այս տարիների ընթացքում մենք օրենսդրական տեսակետից ունենք շատ լուրջ փաստաթղթեր, որոնցում իրագործվում է երեխայի իրավունքների պաշտպանության մեխանիզմները։ Հենց անկախության առաջի տարիներից երկիրը միացավ երեխաների իրավունքների մասին կոնվենցիային, հետո մշակվեց երեխաների իրավունքների մասին օրենքը։ Բնականաբար այդ շղթայում շատ կարևոր եմ գտնում այն մեխանիզմները, որոնք օրենքից եւ կոնվենցիայից բխող մշակվեցին։ Դրանք երեխաների իրավունքների պաշտպանության գործողությունների ազգային ծրագիրներ, որ ներառում է մինչև 15 թվականը այդ ոլորտի քաղաքականությունը իրականացնելու համար։ Մշակվել է նաև առանձին ռազմավարական փաստաթղթեր դժվարին իրավիճակում հայտնված երեխաների պաշտպանության համար, մշակման փուլում է երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման փաստաթղթի հայեցակարգը, խնդիրները, որոնք կապված են երեխայի իրավունքների մասին, կոնվենցիայից բխող դրանք առանձին մշակումած, օրենսդրորեն հաստատված կարգեր ունենք, որոնք կիրառվում են Հայաստանի Հանրապետությունում։ Եվ բնականաբար ընտանեկան նպաստների մասին օրենքով, սոցիալական աջակցության մասին օրենքով, բոլոր օրենքներով առաջնահերթ խնդիրը դրվում է պաշտպանել երեխային։ Նպաստների մասին օրենքով երեխաները ընտանեկան նպաստում այսօր ըստ տարիների եթե համեմատում ենք, թիվը գնալով շատ ավելի մեծանում է անչափահաս երեխաներ ունեցող նպաստառու ընտանիքների թիվը։ Համեմատական վերլուծություն անելու այսօր 83-ից ավելի բարձր տոկոս է կազմում նպաստառու ընտանիքներում երեխաների թիվը։ Երեխայի ծննդյան փաստը գրանցելուց անմիջապես հետո ձեր երեխան ստանում է միանվագ դրամական օգնություն, որը պետությունը դիտում է որպես ընտանիքի ծախսերի մասնակի հատուցում։ 2009 թվականի հունվարի 1-ից երեխայի ծննդյան կապակցությամբ նպաստի չափը սահմանվել է 50,000 դրամ, իսկ եթե ծնված երեխան երրորդն է կամ դրան հաջորդողը, ապա 430,000 դրամ։ Ընդ որում նպաստը տրվում է ծնված յուրաքանչյուր երեխայի համար։ Եթե զույգ է ծնվում եւ դրանք առաջին երկու երեխաներն են, ապա յուրաքանչյուրը 50,000 դրամ։ Իսկ եթե երկրորդ երեխան է ծնվում, սա նշանակում է, որ մի երեխայի համար կստանաք 50,000 դրամ, մյուսի համար 430,000 դրամ, որպես երրորդ երեխա։ Նորածիններին տրվող միանվագ դրամական օգնության ծրագիր է ներառված նաև ընտանեկան նպաստի փարոզ համակարգում։ Եթե երեխան ծնվում է ընտանեկան նպաստ ստացող ընտանիքում, նրա ծնողներին տրվում է միանվագ դրամական օգնություն 50,000 դրամի չափով։ Այս դեպքում կարևոր չէ, թե ծնված երեխան ընտանիքում որերորդն է, նա լինի առաջինը, երրորդը, թե դրան հաջորդողները, միանվագ օգնության չափն անփոփոխ է 50,000 դրամ։ Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար երեխայի ծննդին հաջորդող 12 ամիսների ընթացքում պետք է դիմել ձեր սոցիալական ծառայության տարածքային մարմին եւ ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը։ Դիմում, որը կլրացնեք սոցիալական ծառայության տարածքային մարմնում։ Երեխայի ծննդյան վկայականի պատճեն, տեղեկանք բնակության վայրից, ծնողի անձը հաստատող փաստաթղթի պատճեն, ծնողի եւ նորածնի սոցիալական քարտը կամ այն չունենալու մասին տեղեկանք։ Վերջին տարիներին, ինչպես ասացի, քաղաքականությունը միտված է երեխաների օգնելու, աջակցելու դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին եւ ընտանեկան նպաստների մասին օրենքի քաղաքականությունը հենց հիմնական շեշտադրումը դրել է երեխա անչափահաս երեխա ունեցող դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին օգնելու համար։ Եվ երեխային տրվող միանվագ դրամական օգնության չափը 2009 թվականին 50,000-ի հասել նախորդ տարվա 35,000 դրամի փոխարեն։ Եթե ծնողը նախկինում մինչև երեխայի ծննդյան հետ կապված
արձակուրդում գտնվել նախկինում աշխատել է, ապա նա երեխայի խնամքի համար ստանում է 18,000 դրամ։ Պետությունն այսօր իր ռազմավարական ծրագրերով հոգ է տանում ինչպես ծնողազուրկ, այնպես եւ հաշմանդամություն ունեցող եւ ծանր վիճակում գտնվող երեխաների մասին։ Այդ գործառույթներն իրականացնում են խնամակալության եւ հոգաբարձության խորհուրդները, որոնք գործում են վարչական շրջանների ներքո եւ ղեկավարվում տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաեւ կառավարության 2006 թվականին ընդունած թիվ 922 որոշման համաձայն։ Խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովները եղել են գործադիր կոմիտեների ժամանակ, գործել են նաեւ երբ եղել են համայնքներ, երբ ձևավորվեց ուրեմն Երևան քաղաքը որպես մեկ ընդհանուր համայնք, ուրեմն համաձայն Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմնի 91-92 հոդվածների, ուրեմն խնամակալության հոգաբարձության հանձնաժողովը գործում է նաեւ Ուրեմն գործում է նաև այժմ եւ խնամակալության հոգաբարձության հանձնաժողովի ուրեմն մարմինը համարվում է վարչական շրջանի ղեկավարը։ Հիմնականում զբաղվում է առանց ծնողական խնամքի մնացած անչափահասների շահերի պաշտպանությամբ։ Մենք սերտ համագործակցության մեջ ենք գտնվում ուրեմն համատիրությունների, բժշկական հաստատությունների, անչափահասների ներքին գործերի անչափահասների բաժանմունքի, դպրոցների, մանկապարտեզների հետ եւ ստանալով որևէ ահազանգ կամ որևէ դիմում կամ որևէ գրություն, ասենք ծննդատներից, որ տվյալ, ասենք վայրում կան առանց ծնողական խնամքի մնացած անչափահասներ, ուրեմն Դրա հիման վրա հանձնաժողովը կատարում է ուսումնասիրություն, մինչև 14 տարեկան անչափահաս երեխաների նկատմամբ սահմանվում է խնամակալություն, իսկ 14-ից մինչև 18 տարեկան երեխաների նկատմամբ սահմանվում է հոգաբարձություն։ Հաշմանդամ եւ կերակրողին կորցրած երեխան ունի կենսաթոշակ ստանալու իրավունք, որի նշանակման եւ վճարման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ Երեխաների իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենք, հոդված 27։ Այսպես, մանկատանը գտնվող երեխաներին ամեն ամիս պետությունը նրանց բանկային հաշվին փոխանցում է կենսաթոշակ, միակողմանի ծնողազուրկ երեխաներին 4000 դրամի չափով, իսկ երկկողմանի ծնողազուրկների համար 20000 դրամ, մինչև նրանց չափահաս դառնալը։ Սակայն որքան էլ մեծ լինի պետական աջակցությունը եւ կամ տարբեր նպաստների եւ կենսաթոշակների չափերը միևնույն է, երեխաների զարգացման, առողջության, կրթման եւ երջանիկ լինելու համար լավագույն տեղը ընտանիքն է։ Ծնողները առավելագույնս ջանքեր պետք է գործադրեն իրենց ծնողական պարտավորություններն իր շահ երեխաների իրավունքների իրականացմանը գործադրելու համար։ Տեղեկացված լինելը կօգնի ձեզ, որ ձեր երեխաները լինեն ավելի պաշտպանված, առողջ եւ երջանիկ։ Օգնեք ձեր երեխաներին, որ դեռ մանկուց տեղյակ լինեն իրենց իրավունքներին եւ պարտականություններին։ Դու տեղյակ ես, մամա։ Պապ, դու գիտես, ես տեղյակ եմ։ Ես տեղյակ եմ, իսկ դուք։ Ես իրավունք ունեմ։